Բարև հայություն, բարև բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա բարձրակարգ ու բարձրորակ հանգիստը։ Ես Էդգարն եմ և մենք գտնվում ենք Հուրգադը։ Այս անգամ կծանոթանանք, կբացահայտենք Sunrise Garden Beach Resort հյուրանոցը։ Այն։ Միասին անցնենք ներս և տեսնենք, թե ինչպիսի կառուցված, կարևորություններ ու առավելություններ ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Մուտք գործելով ներս աջ հատվածում կտեսնենք ընդունարանը, որտեղ մեզ գրանցում են տրամադրում հյուրանոցի տարբերանշանով թևնոցներ, անհրաժեշտ տեղեկատվություն եւ ուղեկցում են մեզ դեպի մեր համարներ։ Այստեղ է գտնվում նաեւ սպասասրահը, իր հյուրասիրությամբ եւ արևելյան գեղեցիկ ոճով կահավորված լոբի բարը։ Ընդունարանից դուրս գտնվում է մեծ ու ընդարձակ տերասան, որտեղ երեկոյան ժամերին հնչում է հաճելի երաժշտություն կենդանի կատարմամբ։ Դե իսկ ներքևում գտնվում է երկրորդ տերասան, որը նաև հիմնական ռեստորանի բացօթյա հատվածն է։ Ընդհանուր առմամբ հյուրանոցը բաժանված է պասիվ եւ ակտիվ հատվածների։ Պասիվ հատվածը նախատեսված է ավելի անաղմուկ հանգիստը նախընտրողների համար։ Այստեղ կա լողավազան, բար, որտեղ մատուցվում են զովացուցիչ ըմպելիքներ եւ ալկոհոլ։ Դե իսկ ակտիվ հատվածում է գտնվում հսկայական ակվապարկ իր բազմատեսակ ատրակցիոններով, անիմացիոն ծրագրերով եւ խաղերով։ Այս հատվածում է գտնվում նաեւ փոքրիկ հանգստացողների համար նախատեսված մանկական լողավազան իր ջրաշխարհով։ Ինչ արգելներս, անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց տամ այստեղի համարները եւ առաջին համարը, որը ուզում եմ ձեզ ցույց տամ, կոչվում է Deluxe, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կահավորում ունի տվյալ համարը։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ գտնվում է զգեստապահարանը, գեղեցիկ, մաքուր, տարողունակ։ Նրա կողքին մինի բարն է, սեյֆը, սառնարանը զովացուցիչ ըմպելիքներով, բնական հյութերով, շվեպսով, ահա այսպիսի հյուրասիրությունով, դարակները նույնպես տարողունակ, բավականին, եւ այստեղ ունենք հելուասեղ նույնիսկ, կոշիկի շոր, հայերենով ասած։ Մուտքից դեպի աջ լոգարանն է, ջերմակ, լուսավոր, մաքուր, ինչ որ անչափ կարևոր է։ Խնամքի պարագաները, այստեղ կա ածելի սափրվելու գել, ատամի խոզանակ, ատամի մածուկ, ձեռքի հեղուկոճար,
ձեռքի և մարմնի լոսյոն, լոգախցիկը տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ պարագաներով, այստեղից երևում է ննջարանը կամ հյուրասենյակը, այսպես ասած, բայց բնականաբար այն փակվում է և ոչինչ չի երևում։ Դուրս գալով լոգարանից և քայլելով դեպի աջ, հայտնվում ենք հյուրասենյակում կամ ննջարանում, որտեղ կա երկու մեծ մահճակալ, առանձին հատված, և ասեմ, որ հյուրանոցը ստեղծված է և արևելյան և մոդեռն ոճերի հիման վրա, այսինքն երկու շունչն էլ այստեղ կարող եք զգալ։ Կահույքը բարձրորակ է, այժմ դուրս կգանք պատշգամբ, իսկ պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ակվա պարկը, լողավազանը, Իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ ևս մեկ դելուքս համար, բայց այն այս անգամ տեսարան ունի դեպի ծով, այսինքն կոչվում է beach front, անցնենք առաջ և ցույց տամ ձեզ այն ներսից։ Ահա մենք ներսում ենք և մուտքից դեպի ձախ զգեստապահարանն է, ինչպես արդեն գիտեք, մեծ տարողունակ, մինի բարը, սեյֆը, սառնարանը, սողացուցիչ ըմպելիքներով, դեսք մուտքից դեպի աջ լոգարանն է, խնամքի համար անհրաժեշտ պարագաներով, լոգախցիկը, տրոպիկական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներով, դե բնականաբար այս հատվածը փակվում է, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը կամ հյուրասենյակը, king size մահճակալով, դարակները անչափ հարմար են բացվում և փակվում, ինչպես նաև նրանք բավականին տարողունակ են։ Այժմ դուրս գանք դեպի պատշգամբ և ես ձեզ ցույց տամ, թե ինչպիսի տեսարան է բացվում պատշգամբից։ Ասեմ, որ այն բավականին մեծ է, կարելի ասել բաժանված է երկու մասի, և աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի լողափը, դեպի կարմիր ծովը, այս համարի առավելությունը։
Շարունակում ենք համարների ցուցադրությունը եւ այժմ ձեզ ցույց կտամ հերթական համարը, որը կոչվում է Seaside Beach View, այսինքն կիսով չափ է այստեղից երևում լողափը։ Այն նույնպես դելուքս համար է, անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ այն ներսից։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ լոգարանն է, խնամքի բոլոր պարագաներով, կոսմետիկայով։ Լոգարանի դիմաց գտնվում է մինի բարը, սեյֆը, ձեր թանկարժեք իրերը պահելու համար, սառնարանը զոհվածուցիչ ըմպելիքներով, ահռելի մեծ զգեստապահարանը, Եվ անցնելով առաջ տեսնում ենք ննջարանը երկու մեծ մահճակալով։ Հիշեցնեմ, որ համարը դելուքս համար է։ Դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ պատշգամբ դրսից։ Տեսարան դեպի այգին, գեղեցիկ։ Եվ այստեղից մասամբ արդեն երևում է ծովը եւ լողափը։ Հաջորդ դելուքս համարը, որը ուզում եմ ձեզ ցույց տամ, կոչվում է Family Wang Bed։ Անցնենք ներս, տեսնենք, թե ինչ առանձնահատկություն ունի տվյալ համարը։ Ահա մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ գտնվում է լոգարանը։ Լվացարանը, որի մոտ գտնվում են խնամքի պարագաները, կոսմետիկ միջոցները, լոգախցիկը, տրոպիկական ցնցողով բնականաբար, սրբիչները, խալաթները։ Լոգարանի դիմաց գտնվում է մինի բարը, սուրճի թեյի հատվածը, սեյֆը, սառնարանը զոհվածուցիչ ըմպելիքներով, տարողունակ դարակները, զգեստապահարանը, Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը կամ հյուրասենյակը։ Երկու մեծ մահճակալով, TV հատվածը։ Ահա այս համարի հիմնական կարևորությունը, որ այն ունի երկհարկանի մահճակալ երեխաների համար եւ ցանկության դեպքում կարող են ավելացնել նաեւ երրորդ մահճակալը։ Նեղվածք կարող է լինել, բայց ըստ հյուրերի ցանկության կարող են ավելացնել նաև երրորդ մահճակալը։ Դուրս գանք պատշգամբ եւ տեսնենք, թե պատշգամբից ինչպիսի տեսարան է։
Հյուրանոցն ունի նաև երկհարկանի թագավորական վիլա, առանձնացված հանգիստը նախընտրողների համար։ Վիլան բաղկացած է 5 դնջարանից, որոնք ունեն առանձին լոգարաններ։ Վիլան նաև ունի առանձին լողավազան եւ խոհանոց հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։ Այժմ անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց տամ այստեղի մարզասրահ, ինչպես նաեւ սպա սրահ իր ծառայություններով։ Մարզասրահը անվճար է, այն կահավորված է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, ունի հարմարավետ հանդերձարան, լոգախցիկներ, ինչպես նաեւ անատական մարզիչ։ Դեսկ սպա սրահում գործող սաունան, շոգեբաղնիքը, հիդրոմերսող վանաները եւ մերսման ծառայությունները վճարովի են։ Հյուրանոցի տարածքում կան նաև թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտ, որոնք անվճար են։ Իսկ ահա ձիավարությունը, նետաձգությունը, ջրային սպորտաձևերը, դայվինգը եւ վինդսերֆինգը վճարովի են։ Այժմ մենք գտնվում ենք Sunrise Garden Beach Resort հյուրանոցի լողափում եւ անցնենք առաջ, ցույց տամ ձեզ լողափը եւ ասեմ, թե ինչով է այն կարեւոր։ Լողափը բավականին մեծ է։ Այն նախատեսված է Sunrise Garden եւ Sunrise Mamluk հյուրանոցներում հանգստացողների համար։ Լողափն ունի հարմարավետ եւ գեղեցիկ հովանոցներ, տապչաններ, պատված է դեղին փափուկ ավազով, ունի ավազե ափ, դեպի ծով մուտք կարող եք գործել եւ ափից եւ պանտոնից։ Պանտոնի այս հատվածից կարող եք մուտք գործել դեպի ծով եւ ջրասուզակի հարմարանքներով հիանալ Կարմիր ծովի գեղեցկությամբ։ Օրվա ընթացքում տեղի են ունենում ծովի մակընթացություններ, այն որոշ չափով բարձրանում եւ իջնում են։ Լողափում կա բար, որտեղից կարող եք վերցնել ձեր նախընտրած զովացիչ ըմպելիքները կամ ալկոհոլը, ինչպես նաև լողափի մոտ գտնվող Camilla Alacarte ռեստորանի սնեք բարից ցերեկվա ժամերին կարող եք համտեսել շաուրմա, բուրգերներ եւ այլ համովություններ։ Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցվում է նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստների տեսականին միշտ բազմազան է եւ անչափ հաճելի քիմքին։ Ռեստորանում փոքրիկների համար կա նաեւ մանկական հատված իր սննդակարգով։
Բացի հիմնական ռեստորանից, հյուրանոցում կան նաև եգիպտական, մոնղոլական, իտալական խոհանոցներով հարուստ ալակարտ ռեստորաններ, որոնք ներառված են all-inclusive համակարգի մեջ։ Իսկ ահա լողափում գտնվող NASA ռեստորանը վճարովի է։ Ինչպես նաև Sunrise Garden հյուրանոցում հանգստացող հյուրերը կարող են օգտվել հարևանությամբ գտնվող Sunrise Mamluk հյուրանոցի ռեստորաններից։ Ինչպես բոլոր Sunrise հյուրանոցներում, այստեղ նույնպես կա մանկական մոլորակ, որտեղ անցկացվում են ուսուցողական և ժամանցային ծրագրեր մանուկների համար։ Դե իսկ երեկոյան ժամերին հյուրանոցի ամֆիթատրոնում անցկացվում են ամենօրյա թեմատիկ շոու ծրագրեր։